Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի պայմանագրի նախագծի համաձայնեցման թեմայի շուրջ զրուցելու ենք ռազմաքաղաքական հարցերով փորձագետ, կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը մտակենտրոնի հիմնադիր Արմինե Մարգարյանի հետ։ Ողջույն տիկին Մարգարյան։ Բարև ձեզ։ Վերջին տեղեկությունները Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարում է, որ Ադրբեջանին հայտնել է, որ Երևանը համաձայնվել է ըստ էության չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ Ադրբեջանի առաջարկությունների եւ առաջարկել է հանդես գալ համատեղ հայտարարության խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցված լինելու եւ նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին, նաև նշում է, որ մենք հաստատում ենք, որ խաղաղության պայմանագրի նախագիծը համաձայնեցված է եւ բանակցությունները ավարտված են, նաև նշվում է, որ համաձայնագիրը խաղաղության պատրաստ է ստորագրման, Հայաստանը փաստորեն Ադրբեջանին ասում է, որ պատրաստ ենք նաև սկսել խորհրդակցություններ համաձայնագրի ստորագրման ժամկետների եւ տեղի շուրջ, եկեք նախ առաջին ձեր արձագանքը ինչ է տեղի ունենում, ինչպես է գնահատում այս համաձայնությունը, որի մասին նաև Ադրբեջանի ԱԳՆ-ն է խոսել այսօր։ Տեսեք, մենք փորձենք համեմատել այս երկու հայտարարությունները, որովհետև նախապես ադրբեջանական կողմից եղավ հայտարարություն, հետո դրանից հետո նոր արտաքին գործերի նախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ։ Ադրբեջանական կողմն ասում է, որ Հայաստանը ըստ էության ընդունել է այն երկու չհամաձայնեցված կետերի վերաբերյալ Ադրբեջանի տպավորությունը, որ ասում է, որ ընդունել է մեր պահանջները, որովհետև մենք գիտենք, որ այդ երկու կետերը ադրբեջանական պահանջներ էին, եւ այնուհետև շարունակում է, որ հաջորդ քայլը պետք է լինի արդեն սահմանադրությունը փոխել է եւ Մինսկի խմբից հրաժարվել է։ Սրանից հետո ուրեմն հանդես գալիս հայտարարության պաշտոնական արտաքին գործերի նախարարությունը, որից պարզ է դառնում հետեւյալ պատկերը, որ կողմերը փոխանակման ընթացքում, տեքստի հետ կապված փոխանակման ընթացքում, փաստորեն ադրբեջանական կողմը այդ երկու չհամաձայնեցված հարցերի վերաբերյալ հանդես է եկել առաջարկություններով, եւ Հայաստանի Հանրապետությունը երբ ընդունել է այդ առաջարկությունները, զուգահեռաբար առաջարկել է, որպեսզի կողմերը միասին հանդես գան համաձայնությամբ, այսինքն հայտարարեն, որ նախագծի տեքստը համաձայնեցված է եւ հայտարարեն, որ նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունները ավարտին են հասել։ Ես ենթադրում եմ, որ սա իր մեջ պետք է ենթադրեր նաեւ, պետք է ներառեր նաեւ տեքստի հարայնացումը երկուստեք։ Հիմա ադրբեջանական կողմը միակողմանի նման հայտարարություն անելով նախ չափազանց կարող եմ ասել վատ իրավիճակի մեջ է դրել հայկական կողմին, որովհետև այստեղ տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանը գաղտնի է պահում տեքստը իր հարությունից, մինչդեռ հայտարարության տեքստից պարզ է դառնում, որ տրամադրությունը տրամաբանությունն այդպիսին է եղել, որ երկուստեք պետք է հայտարարեն, որ իրենք այլևս համաձայնեցել են բոլոր կետերը, եւ պետք է նաեւ հարայնացվի ըստ էության տեքստը, Իսկ Բաքուն իրեն դրսևորել է այնպես ինչպես միշտ, ուրեմն ինչու, որովհետեւ Բաքուն գործընթացին չի վերաբերում այնպես, որ տեքստը համաձայնեցված է։ Բաքուն գործընթացին վերաբերում է այնպես, որ հայկական կողմը ընդունել է իր նախապայմանները, Այդպես է Բաքվի մեկնաբանությունը եւ հանրային մեկնաբանությունը այդպես է լինելու, որ այսպես անխտիր բոլոր ադրբեջանական մեկնաբանությունները ընդունվել է եւ արդյոք այդպես չի, դա էլ հասկանամ։ Դե գիտեք, այս պայդրությամբ մենք չենք կարող ասել դա այդպես է թե ոչ, որովհետեւ նորից մենք տեքստը հարայնացված չէ, Եթե տեքստը հարայնացվեր երկուստեք հայտարարություն անելուց հետո, ապա երկուստեք այդ հայտարարության մեջ նաև կլինեին որոշակի ձևակերպումներ, որոնք կոնստրուկտիվ կլինեին, որ երկուստեք կվերահաստատեին, որ իրենք շարունակելու են եւ օրինակ տեղ կամ ժամ կնշանակեին, որ պետք է հանդիպեն այդտեղ եւ ստորագրեն։ Հիմա ես ենթադրում եմ, որ ըստ էության, որ ադրբեջանական կողմը չի գնացել այս ճանապարհով, ադրբեջանական կողմը առաջ է ընկել եւ միակողմանի հայտարարություն է արել, որտեղ ադրբեջանական կողմը հնարավորինս խուսափելու է տեղ եւ ժամ համաձայնեցնել հայկական կողմի հետ այս փաստաթուղթը ստորագրելու համար։ Եթե մենք նայում ենք Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարության վերջին հատվածը, ապա այնտեղ ընդգծում են, որ մենք պատրաստ ենք խորհրդակցություններ սկսել համաձայնեցնելու համար տեղը եւ ժամը, ստորագրելու համար այս փաստաթուղթը։
Իսկ ինչու է Այսինքն խուսափելու համաձայնեցումից։ որովհետև ուրեմն ադրբեջանական կողմի հայտարարության մեջ դա պարզ երևում է, իրենք խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստը չեն դիտարկում որպես մի բան, որը պետք է հանգեցնի պարտադիր պայմանագիրը ստորագրելուն։ Իրենք սպասում են, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը փոխի իր սահմանադրությունը եւ Մինսկի խմբի ձևաչափը լուծարվի։ Այսինքն իրենք սա չեն դիտարկում որպես մի ձեռքբերում, որը անմիջապես իր հետևից պետք է հանգեցնի փաստաթղթի ստորագրմանը։ Համենայն դեպս նորից եմ ասում, համեմատելով այս երկու տեքստերը եւ տեսնելով թե որքան ոչ պարկեշտ կերպով է իրեն ադրբեջանական կողմը դրսևորել այդ բանակցություններից հետո հանդես գալով միակողմանի հայտարարությամբ, նույնիսկ այս մասին չտեղեկացնելով Հայաստանի Հանրապետությանը, որտեղ գիտեք, եթե Հայաստանի Հանրապետությունը առաջարկում ասում է, գիտեք, եկեք միասին մենք հանդես գանք հայտարարությամբ, եւ Ադրբեջանը դրան դեմ է, առնվազն Ադրբեջանը կարողացել, գիտեք, ես դեմ եմ դրան, ես ունեմ իմ մեկնաբանությունը։ Ես իմ ձևով եմ մեկնաբանել ու դուք ձեր ձևով մեկնաբանեք։ Հիմա շատ տհաճ ոչ գեղեցիկ իրավիճակ է ստեղծում նորից, որտեղ տպավորություն է, որ Հայաստանի իշխանությունները խաղաղության պայմանագրի տեքստը գաղտնի են պահել հանրությունից եւ տպավորություն է, որ իրենք համաձայնեցել են մի բան, որի մասին Հայաստանի հանրությունը տեղյակ չէ եւ առաջինը հայտարարում է ադրբեջանական կողմը։ Այսինքն դուք պնդում եք, որ չնայած 17-ից 17 կետերը համաձայնեցված են, մենք առանձին խոսենք նաեւ ԵՄ դիտորդների եւ միջազգային հայցերի մասին թեմանեն հասկանալու այդտեղ ինչ համաձայնեցում կարող է լինել։ Չնայած 17 կետերը համաձայնեցված են, դուք պնդում եք, որ Ադրբեջանը չի ստորագրի պայմանագիր եւ կսպասի մինչեւ 26 թվականի հուլիս, երբ որ ենթադրաբար այդ նոր սահմանադրության նախագիծը կդրվի հանրաքվեի, Մինսկի խմբի լուծարման հարցը կարող է երևի ավելի շուտ լուծվել, որովհետև Հայաստանի իշխանությունը կարծես մտադիր է դրան գնալ, բայց սահմանադրության ընդունումը պարզ է առնվազն մի տարուց ավելի դեռ պետք է սպասել, հա։ Հարգելի Ռոբերտ, ես շատ իրատեսական եմ համարում այդ սցենարը, որովհետև նորից, եթե սցենարը իրատեսական չլիներ, ապա ինչու պետք է ադրբեջանական կողմը շտապեր եւ միակողմանի հայտարարություն աներ։ Ընդ որում հայտարարության մեջ չի նշվում հետեւյալ ձևակերպումը, որ կողմերը համաձայնեցրել են բոլոր հոդվածները, մոտ ժամանակներս կողմերը խորհրդակցություններ կանցկացնեն, որոշելու համար տեղը եւ ժամը, ստորագրելու համար այդ փաստաթուղթը։ Ստորագրելու մասին Ադրբեջանի կողմից որևէ հայտարարություն, որևէ ակնարկ չկա, այլ կա շատ ուղիղ ձևակերպում, որ իրենք ակնկալում են, սպասում են սահմանադրության փոփոխությանը եւ Մինսկի խմբի ձևաչափի լուծարմանը։ Ընդ որում, մենք բոլորս հիշում ենք, որ նախնական առաջարկը նախապայմանը ադրբեջանական կողմի եվրոպական դիտորդների հետ կապված այն էր, որ երրորդ ուժեր պետք է չլինեն սահմանին։ Այո, հայկական կողմը հրապարակային խոսում էր առայն, որ սա մեր համար ընդունելի, եթե դա վերաբերում է սահմանազատված եւ սահմանագծված հատվածներին։ Բայց այս պահին մեզանից որևէ մեկը չի կարող կռահել, թե որ տարբերակն է ընդունվել։ Ընդունվել է հայկական կողմի տարբերակը, թե ընդունվել է ադրբեջանական կողմի տարբերակը, կամ եթե մեր այս առաջարկին ադրբեջանական կողմը հանդես է եկել կոնտր առաջարկով, ապա ինչպիսի փոփոխություններ են տեղի ունեցել, որովհետև ըստ էության, երբ Հանրապետության վարչապետը եւ առհասարակ բարձրաստիճան պաշտոնյաները խոսում էին այս հոդվածի մասին եւ հանրության լայն շրջանակները, փորձագիտական հանրույթը բոլորը արձագանքում էին սրան, կան նաև այնպիսի տեսակետներ, որ դա տրամաբանական կարող է նաև ինչ-որ առումով լինել եւ նույնիսկ դրդել Ադրբեջանին գնալ սահմանազատման։ Այսինքն ընդհանուր առմամբ որոշակի դրական կողմ կարելի է տեսնել այդ լուծման մեջ, բայց այս պայդրությամբ մեզանից որևէ մեկը տեղյակ չէ, թե այս առումով ինչպիսի լուծում է լուծման են հանգել կողմերը։ Եվ ընդհատում եմ, այո, տեսեք, նաև որպեսզի հեռուստադիտողին պարզ լինի, հա, Երևանը առաջարկում էր Ադրբեջանի, որպեսզի ԵՄ դիտորդները սահմանից հեռացվեն, պայմանագրի, տեսեք, սահմանազատմանը զուգահեռ այն տարածքներում, որտեղ այսպես սահմանազատում կարվի, այսինքն մինչդեռ Բաքուն ասում էր ամբողջությամբ եւ հիմա անգամ պայմանագրի կնքումից առաջ։ Նույնը միջազգային հայցերին է վերաբերվում, ամբողջությամբ եւ հիմա հետ քաշել, մինչդեռ Երևանը առաջարկում էր պայմանագրի կնքումից հետո հետ քաշել։ Եթե կողմերը ասում են, որ մենք համաձայնեցրել ենք երկու խնդրահարույց
հարցերը եւ Երևանը համաձայնվել է Բաքվի առաջարկներին։ Կարծես բանալին հենց այստեղ է, հա, նշանակում է Երևանը համաձայնվել է հենց հիմա առանց սահմանազատման պայմանի ԵՄ-դիտորդների դուրսբերման process-ը սկսել։ Արդյոք Երևանը ստացվում է համաձայնվել է միջազգային հայցերը հետ քաշել հենց հիմա, այստեղ նաև հատկանշական է Եղիշե Կիրակոսյանի հրաժարականի փաստը սրա նախաշեմին։ Տեսեք, գիտեք, այստեղ խնդիրը որն է, որ այս իշխանություններին կարելի է մեղադրել շատ բաներում, բայց ես չեմ կարծում, որ երբևէ կարելի է իրենց մեղադրել նրանում, որ իրենք հարությունից թաքցնում են իրավիճակը։ Հիմա տեսեք, դուք հարցեր եք բարձրացնում, որոնց պատասխանները մենք չունենք։ Եվ ինչու մենք այս հարցերի պատասխանները չունենք, որովհետև նորից համաձայնեցված հայտարարությունը ըստ էության, որ փաստաթղթի տեքստը համաձայնեցված է, եւ ահա սա է տեքստը, հա, դա տեղի չունեցավ եւ տպավորություն է, որ այդ հարցերի պատասխանները հարությունից պահվել են եւ հիմա սա կարող է շատ լուրջ մանիպուլյացիաների առիթ հանդիսանալ։ Ես ինքս կխուսափեմ ձեր հարցին պատասխանել, ինչու, որովհետեւ մենք գիտենք, որ հայկական կողմը հանդես է եկել նման առաջարկներով, ադրբեջանական կողմը իր առաջարկներն է ներկայացել, ինչպիսի առաջարկներ են եղել այնտեղ, մենք դրանից տեղյակ չենք, առնվազն դրա մասին հայտարարություն չի եղել, հա, մինչ այդ բոլոր առաջարկները, որոնք ներկայացվում էին, այս մասին բարձրաստիճան պաշտոնյաները խոսում էին, բաց ներկայացում են, որ գիտեք, եղել է այս առաջարկը մեր տրամաբանությամբ մենք այսպիսի առաջարկ ենք արել, պատասխանի ենք սպասում եւ այլն։ Հիմա մենք ունենք շատ տգեղ իրավիճակ, տհաճ իրավիճակ միջպետական հարաբերությունների համար, գիտեք, պետությունների բանակցությունների գնացող պետությունների համար սա շատ տգեղ իրավիճակ է եւ այն պահին, երբ կողմերը գալիս են համաձայնության եւ համաձայնեցում են տեքստը, նույնիսկ այնուամենայնիվ իրեն դրսևորում է ոչ պարկեշտ եւ որ փորձում է այնպես անել, որպեսզի հանրային դաշտում հիբրիդային ուրեմն սպառնալիքներ առաջանան, որովհետեւ հիմա պարզ է, չէ, որ այս երկու հայտարարությունները իրար պետք է համեմատվեն եւ բազում հարցեր պետք է ծագեն եւ դրա վերաբերյալ բազում իրարամերժ դիսկուրսներ կծավալեն հանրային դաշտում։ Հայաստանի ԱԳՆ-ն կարող է պարզաբանման հանդես գալ եւ օրինակ նշել, օրինակ, ես տեսականորեն եմ ասում, սա սցենարներից մեկն է, որ այո, ԵՄ-դիտորդների դուրսբերմանը համաձայնվել ենք, բայց Ադրբեջանը եթե ստորագրի այդ դեպքում, հա, այսինքն պնդում եք, որ Ադրբեջանը չի գնալու ստորագրման, հա, դուք այդպես եք մտածում, եւ միջազգային հայցերը հետ կքաշեն, եթե ստորագրվի, դա հասկանալի կլինի եւ պետք է Ադրբեջանի ստորագրությունը տեսնել է պարագայում, երբ որ ինքը պահանջում է նաեւ փոխել սահմանադրությունը։ Սա ես ընդունում եմ ձեր արգումենտը, բայց հարցն այն է, որ նման մոտեցումը ինքը արդեն խոսում է նրա մասին, որ բանակցային գործընթացում փոխվստահություն առհասարակ չկա։ Որովհետև պատկերացնում եք շատ դժվարին ճանապարհով կողմերը անցնում են, գալիս են հասում են այն պահին, երբ իրենք համաձայնեցում են բոլոր 17 հոդվածները, հայկական կողմը առաջարկում է, ասում է մենք եկել ենք հասել ենք այս պահին, եկեք միասին այս հայտարարությունը անենք եւ ազդարարենք, որ բանակցությունները այս ուղղությամբ ավարտված են բանակցությունները, այսինքն նոր պահանջներ առաջ չեն գալու, ավարտված են եւ ադրբեջանական կողմը միակողմանի հայտարարությամբ է հանդես գալիս։ Հիմա սրանից հետո իհարկե կարծում եմ ամենատրամաբանական տարբերակը այն է, որ այնուամենայնիվ հայկական կողմը հարայնացնի այն տեքստը, որը համաձայնեցվել է, բայց ես վստահ եմ, որ այդ տեքստում կլինեին հոդվածներ, որոնք եթե կողմերը համատեղ հայտարարությամբ հարայնացնեին, այնտեղ կլինեին նաև որոշակի գիտեք, պարզաբանման, ներկայացման, այնպիսի ձևակերպումներ կլինեն, որ հայկական հարության համար, հայաստանյան հարության համար որոշակի բաներ ավելի պարզ կդառնան, նույնը պարզ կլիներ նաև ադրբեջանական հարության համար։ Եվ սա նաև շատ լուրջ մեսիջ կլիներ առայն, որ կողմերը փոխվստահության միջոցներ են ամրապնդել։ Իսկ հիմա միակողմանի փաստորեն տպավորություն է, որ հայկական կողմը պետք է հարայնացնի ամբողջովին այս փաստաթուղթը եւ նաեւ տեսնենք թե ինչպիսին է լինելու ադրբեջանական կողմի արձագանքը միտված կոնկրետ տեղ եւ ժամ ուրեմն համաձայնեցնելու պայմանագիրը ստորագրելու համար։ Իսկ կարող է հայկական կողմը այսպես կանխատեսել է, որ Ադրբեջանը պայմանագիր չի ստորագրելու միևնույն է եւ իր պահանջներից չի հրաժարվելու եւ այսպես ադրբեջանական ապակառուցողականությունը ի ցույց դնելու նպատակով ասել է լավ, այդ երկու
կետերն էլ եմ համաձայն, եկեք ստորագրենք, մինչդեռ Բայրամովը ես հիշեցնեմ իր հայտարարության մեջ, որ Հայաստանը եւ Ադրբեջանը վերջնականապես համաձայնեցին, զուգահեռ նաեւ պայմաններ է առաջ քաշում։ Նրան միանում է նաեւ Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևը ասելով մի պայման էլ ինքն է առաջ քաշում, բա ռազմական հանցագործներին պատժելու թեման ուր գնաց, այսինքն Հայաստանը նաև դրան պետք է գնա, այսինքն մեկ ասում է, որ համաձայնեցված են կետերը, մյուս այսպես նժարով առաջ են բերում նոր չէ, այսինքն որոշակի պայմաններ, որոնք դեռ պետք է կատարվեն, այո, ինչ ենթադրել։ Իրականում ես չեմ կարծում, որ մենք ունենք կարիք ամեն անգամ ցույց տալու, թե ինչքան ադրբեջանական կողմը ապակառուցողական է։ Թերևս չեմ կարծում մոլորակի վրա կարելի է գտնել գետ մեկ պետություն, գետ մեկ պաշտոնյա, որը դա բաց տեքստով չի տեսնում, որտեղ Ադրբեջանը դա չի թաքցնում։ Հետևաբար այդ տարբերակը ես չեմ դիտարկում, որ մենք կարող ենք գնալ այս քայլին ցույց տալու համար, որ ադրբեջանական կողմը ապակառուցողական է։ Ես հասկանում եմ ձեր հարցը, որտեղից է ծագում։ Դուք հավանաբար նկատի ունեք, որ հայկական կողմը փորձել է կանխարգելել Ադրբեջանի կողմից հնարավոր ռազմական ագրեսիան Հայաստանի նկատմամբ, եւ քանի որ Միացյալ Նահանգներում վարչակարգ է փոխվել, այս քայլով փորձել է ցույց տալ, որ ես հնարավորինս կառուցողական եմ եւ Ադրբեջանը չունի որևէ այսպես կոչված հիմք մեր դեմ ռազմական ագրեսիա սկսելու համար, բայց պատմությունը այս տարիների փորձը ցույց է տվել, որ սա ըստ էության չի աշխատում, որովհետև Ադրբեջանը այլ կոնտր առաջարկներով հանդես կգա, այլ նախապայմաններով հանդես կգա։ Մի քանի օրից կարող եք խոսել այսպես կոչված Խոջալոյի ցեղասպանության մասին, ուրեմն ինչպես ինքն է արտահայտում, ռազմական հանցագործների, ահաբեկիչների անուններ ուղարկել, ասել այս մարդկանց պետք է մեզ հանձնեք, այլապես նշանակում է դուք դեռևս մեր դեմ վարում եք այն քաղաքականությունը, որը դուք վարել եք ուրեմն ձեր անկախությունից ի վեր։ Այսինքն այստեղ անսպառ է այդ եթե քաղաքականությունը միտված է ապակառուցողականությանը, քաղաքականությունը միտված է Հայաստանին ամբողջովին կլանելուն, իրենք միշտ գտնելու են այն տարբերակները, որոնցով մեզ, գիտեք, այսպես նեղն են գցելու եւ մենք ամեն անգամ այսպես առաջ գալով ըստ էության ինչ որ բայ հասկանալու ենք, որ մենք բոլոր մեր խաղաքարտերը այլևս վատնել ենք, այլևս օգտագործել ենք, հա, որտեղ նույն Եվրոպական միության քաղաքացիական առաքելության, հա, դուրս բերումը սահմանից։ Ես վախենամ լինի այնպիսի իրավիճակ, որ մենք սա ձևակերպենք այնպես, որ ուրեմն խոսքը վերաբերում է դելիմիտացված դեմարկացված հատվածներից եւ ադրբեջանական կողմը խոսի նրա մասին, որ խոսքը վերաբերում է առհասարակ սահմանից։ Եվ սա իրականություն է եղել, Ռոբերտ, Արցախյան հակամարտության շուրջ տարվող բանակցություններից առաջին իսկ օրից շարունակվող բոլոր բանակցություններում Բաքուն այդպես է գործել։ Կողմերը գնացել են որևէ երրորդ երկիր, բանակցել են, հետ են եկել, Բաքվի հայտարարությունը եղել է այլ բան, մեր հայտարարությունը եղել է այլ բան։ Իրենք միշտ են այդպես գործում եւ իրենք այդպես են շարունակում գործել։ Չսպասել պայմանագրի ստորագրման, ես այդպես հասկացա ձեր խոսքը, չնայած 17 կետի համաձայնեցմանը։ Գիտեք, ես կարծում եմ առողջ սթափ տրամաբանություն է հուշում բանակցային գործընթացների տրամաբանությունը միջպետական հարաբերություններում, կրիզիսային, կոնֆլիկտային իրավիճակների հանգուցալուծմանը լուծված բանակցություններում այդ արկա առողջ տրամաբանություն է հուշում այն մասին, որ եթե իրենք հակված լինեին փաստաթուղթը ստորագրելու, ապա ինչն էր իրենց խանգարում դա անել։ Իրենք կարող են Հայաստանի առաջարկին պատասխանել, որ այո, համատեղ հայտարարություն, ավարտ բանակցային, հա, գործընթացի ավարտ խաղաղության պայմանագրի շուրջ եւ համատեղ հանրայնացում տեքստի եւ զուգահեռաբար նաեւ ստորագրում կամ հանրայնացում դրանից, չգիտեմ, մի 10-15 օր հետո կամ 1 ամիս հետո ստորագրում։ Ես այդպես եմ մտածում, որ ցանկացած միջազգային իրավունքի սուբյեկտ, ցանկացած պետություն, որը ուզում է գնալ ամբողջական հանգուցալուծման ճանապարհով, այդպես պետք է իրեն դրսևորի։ Իսկ եթե իրեն այդպես չի դրսևորում, նշանակում է նա այնուամենայնիվ այս գործընթացը դիտարկում է Հայաստանից հնարավորինս ավելի շատ միակողմանի զիջումներ պահանջելու տեսանկյունից։ Տիկին Մական, քանի որ ես հետևում եմ քննարկումներին, երկու կարևոր հարց։
հիմա են դուրս գալու ԵՄ դիտորդները, թե ոչ, դա այսպես հարցերից մեկն է, եւ հիմա է Երևանը իր միջազգային հայցերը տարբեր ատյաններից հետ քաշելու, թե ոչ։ Ես հասկանում եմ տարբեր կողմից մենք մոտեցանք այս հարցերին, բայց ես շատ պարզունակ եմ հնչեցնում, խնդրեմ։ Տեսեք, այստեղ նորից շատ հետաքրքիր պահ է, Հանրապետության վարչապետը միայն չէր ասում, որ միջազգային հայցերից կարելի է հրաժարվել խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո։ Հանրապետության վարչապետը նաև հավելում էր, որ դրանք անելուց առաջ մենք պետք է առնվազն տեսանելի, այսպես երաշխիք ունենանք, հա, որ կողմերը, խնդիրները, որոնք հենց այն սուբյեկտն են, հա, կամ օբյեկտն են հայցերի, դրանք չեն բերելու միջպետական հարաբերությունների դաշտ, այլ բառերով, որ կողմերը չեն շարունակելու մեկը մյուսի նկատմամբ թշնամանքը։ Հիմա այստեղ հարց է ծագում, եթե մենք համաձայնել ենք, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո մենք հետ ենք կանչում հայցերը, ապա արդյոք ադրբեջանական կողմը տվել է այդ տեսանելի երաշխիքը, որ ինքը դադարելու է օգտագործել այսպես կոչված արևմտյան Ադրբեջան ռազմավարությունը, որովհետև այդ ռազմավարությունից սերում է ամեն ինչ, հա? Ինչու է սա կարևոր, որովհետև եթե սա չի արվել եւ նույնիսկ խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո հայցերը հետ են կանչվում, եւ մենք արթնանում ենք մի օր եւ նորից լսում ենք այն մասին, որ Զանգեզուրը անարդարացիորեն Ադրբեջանից վերցրել են եւ տվել են Հայաստանին եւ արևմտյան Ադրբեջանը պետք է եւ այլն, այստեղ օբյեկտիվորեն հարց է առաջանալու ուղղված հենց Հայաստանի Հանրապետության իշխանությունների դեմ, ասացեք խնդրեմ, այդ դեպքում եթե ադրբեջանական կողմը շարունակում է նույն այդ նարատիվները, ռազմավարությունները ձևավորել Հայաստանը ամբողջովին կլանելու համար, այդ դեպքում մենք ինչու ենք մեր միակ ուրեմն փափուկ ուժի գործիքը, հա, մեր ձեռքից բաց թողել։ Եվ երկրորդը, ինչ վերաբերում է ԵՄ քաղաքացիական առաքելությանը, գիտեք, ես նույնիսկ ամենավատ երազում անգամ չեմ կարող պատկերացնել, որ հայկական կողմը կարող էր համաձայնել նրան, որպեսզի ԵՄ դիտորդները Հայաստանը լքեն, ուրեմն նույնիսկ խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո, որովհետև սա կնշանակի, որ հայկական կողմը չափազանց մեծ վստահություն ունի ադրբեջանական կողմի նկատմամբ, առայն, որ Ադրբեջանը արագ ժամկետներում կմասնակցի դելիմիտացիայի դեմարկացիայի գործընթացում, ադրբեջանական կողմը ուրեմն շերտավորելով մեզանից տարածքներ չի պոկի, ադրբեջանական կողմը մեր վրա չի հարձակվի, հա, ես չեմ պատկերացնում իրավիճակ, երբ մենք կարող ենք նման վստահություն ունենալ։ Տեսեք, Տիկին Մարգարիտ, պարզապես հիմա անորոշությունը որն է, դուք ասում եք վատ երազ կլինի, եթե ԵՄ դիտորդները դուրս գան անգամ պայմանագրի կնքումից հետո եւ դա չհամաժամանակեցվի այսպես սահմանազատման հարցեր, բայց եթե Հայաստանի արտգործնախարարությունը նշում է, որ մենք ընդունել ենք Ադրբեջանի երկու, այսպես ասենք, դիտողությունները կամ առաջարկները, դա նշանակում է, որ Հայաստանի ԱԳՆ-ն, Հայաստանը համաձայնվել է ԵՄ դիտորդների դուրսբերմանը պայմանագրի ստորագրումից առաջ կամ հետո, այդտեղ տեխնիկական հարց է, պետք է հասկանալ, միգուցե հետո, ես չեմ ուզում առաջ անցնել, եթե համաձայնվել են Ադրբեջանի այդ առաջարկներին, նշանակում է սահմանազատման process-ին զուգահեռ չի, որ նրանք դուրս են վերվելու, այդպես չի։ Ես չեմ կարծում այդպես է, Ռոբերտ, մի կարևոր բան է ձեր ներկայացած սցենարում բաց ենք թողնում, այն, որ Հայաստանը նման առաջարկ արել էր, որ ուրեմն սահմանազատված հատվածներից կարող են դուրս գալ, սրան պատասխան է եղել Ադրբեջանի կողմից, մենք չգիտենք ինչ է եղել այդ պատասխանի մեջ, հարցը դա է, որ մենք չգիտենք ադրբեջանական կողմը ինչ է պատասխանել, մենք միայն ադրբեջանական կողմից լսեցինք, որ Հայաստանը համաձայնել է դրանց, բայց թե ինչ պատասխան է եկել սրան, լայն հարության համար այն հասանելի չէ։ Բայց եթե մենք հիշում ենք նախկին Ադրբեջանի դիրքորոշումներ, այսինքն Ադրբեջանը փոխել է իր դիրքորոշումը, որ ԵՄ դիտորդները մնան եւ սահմանազատմանը զուգահեռ դուրս գան։ Մենք չունենք որևէ այսպես
փաստ հաստատելու, որ Ադրբեջանը համաձայնել է սցենարին։ Այո, Ռոբերտ, դրա համար ես համաձայն եմ, բայց դրա համար ես ասում, որ իրականում ամենալավ տարբերակը կլիներ այն, որ ադրբեջանական կողմը իրեն դրսևորեր որպես պարկեշտ, միջազգային իրավունքի սուբյեկտ եւ իրապես ընդուներ Հայաստանի առաջարկը եւ համատեղ հայտարարությամբ հանդես գային, գիտեք, եւ այսպես տեքստը հանրայնացվեր, որպեսզի բոլոր այս հարցերի պատասխանները լինեին։ Իսկ եթե դա չի արվել, կարծում եմ ամենաիդեալական տարբերակն այն է, որ այնուամենայնիվ հայկական կողմը միակողմանի գնա այս քայլին եւ հարայնացնի համաձայնեցված տեքստը, բայց այստեղ էլ ունեմ մտավախություն, որ հավանաբար տեքստի վերաբերյալ լինելու են բավական տարբեր իրարամերժ մեկնաբանություններ կողմերի մոտ։ Եվ հենց դրա համար էլ նաև այդ թվում նաև ադրբեջանական կողմը չի ուզել համատեղ հայտարարությամբ հանդես գալ, որտեղ այնտեղ կարծում եմ կլինեն հոդվածներ, որի վերաբերյալ հայկական կողմը կանի մի ուրեմն մեկնաբանություն, ադրբեջանական կողմը կանի լրիվ այլ մեկնաբանություն։ Այնուամենայնիվ կարծում եմ այս պայդրությամբ սա մաքսիմումն էր, ինչ մենք կարող էինք քաղել այս երկու հայտարարություններից, եթե մենք ավելին գնանք, ավելի սկսենք ծավալվել, ապա կարող ենք որոշակի առումով նաև մտնել դավադրապաշտության դաշտ, որը բնականաբար մենք չենք ուզենա անել, բայց կարծում եմ այնուամենայնիվ Հայաստանի Հանրապետության իշխանությունները մեկ օր շուտ պետք է հրապարակեն համաձայնեցված ուրեմն խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստը։ Շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք եւ առաջին մեկնաբանությունները Factor TV-ով արեցիք այս կարևոր հարցի վերաբերյալ։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտողներ, զրուցում էինք Արմինե Մարգարյանի հետ։